լսելու եւ բժշկվելու։ Ակամայից հիշում եմ մեր վրեժ ախպերը մի հատ օրինակ էր պատմում, ասում մի հատ քույրիկ զանգել էր ինձի վրեժ ախպեր կլինի, որ հանդիպենք, ես դժվարություն ունեմ, խնդիր ունեմ, ահա որ մտքերի մեջ եմ, վերջապես որ գանք մի քիչ զրուցենք, հա ասելա կլինի։ Այդ օրը չի ստացվել, մյուս օրն այլ է։ Հետո հեռախոսով եղբայրը վրեժ ախպերը այդ քույրիկին ասելա, ախր դու Աստծո որդի ես, ինչի պետք է տենց լես։ Հետո վրեժ ախպերը որ սպասել է այդ քույրիկին, ասում է մեր շաբաթը չէր եկել, չեկավ։ Ես ստիված զանգեցի, բախի չեկավ։ Ասում է երբ որ զանգեցի, քույրիկ ջան, բախի չես եկել։ Ասում է բա դու չասիր Աստծո որդի եմ։ Ես այդ խոսքը բռնեցի, ասում է բժշկվում։ Պետք չէ որ գայի։ Էլ պետք չէ, բժշկվել եմ արդեն։ Մենք այսօր կարող ենք բժշկվել։ Եվ Տերոջ կամքն է, որ մենք բժշկություն առած այս վայրից գնանք։ Ուրեմն եկեք հայրմերով կանգնենք ոտքի վրա, աղոթք կանենք, Տիրոջ օրհնյալ ներկայությունը խնդրենք, իր անունը փառավորենք։ Հայրմեր երկով, հա երևի։ Կամաց ուզում ենք սովորենք հայրմեր երկը։ Մեր մոտը երկում են։ Հետ ենք վարժվել։ Հետ ենք վարժվել։ Դե առաջվա եղանակը կա, մի 1000 նոր եղանակ կա։ Գարուն է հիմա իմ հոգում, Հիսուսն ապրում է սրտում, իրոք որ գարունը գալիս է Աստծո, առանց Աստծո գարուն չի գա, ձմեռ ամափնուչ, բայց երբ որ Հիսուսը գալիս է, ամեն ինչ հալվում է, չէ, ենք մայրատեղ, ջերմանում է մարդը, ուրախանում է, միտք առնում, ոգևորվում է, թարմ տիրուչ է։ 577 Thank you.
Կարուն է հիմա իմ հոգում Իսուսն է ապրում իմ սրտում Անապատը չոր իմ զրդի Ծախսել է ծախված մի այգի Թե Հիսուս մեզ է մեզ օգնում Իմ արքա մեզ է մեզ արում Ինչպիսի մեծ է կապություն Ես գտա մեծ ողորմություն Թե Հիսուս մեզ է մեզ օգնում Իմ արքա մեծ է մեծ արում Ինչպիսի մեծ երկակություն Մեծ գտա մեծ ուրախություն Եղորվացեի հավարում Մանհաշուքիմու ծորերում Ունեիքես ուրախություն Չկար ոչ մի թանություն Հիսուս մեծ է ես ուղում Իմ արքա մեծ է մեծ արում Ինչպիսի մեծ երկամություն Ես գտա մեծ ողորմություն Հիսուս մեզ է մեզ օգնում Իմ արքա մեծ է մեծ արում Ինչպիսի մեծ երկամություն Ես գտա մեծ ողորմություն Շարունակող Սուրբ Հոգի Շատի մատի իմ հոգի Ես եմ երեքով իմ ծրտում Ատեն պետորդան իմ կյանքում Հիսուս մեծ է ես օգնում Իմ արքա մեծ է մեծ արում Ինչպիսի մեծ երկակություն Ես գտա մեծ ողորմություն Թե Հիսուս մեզ է մենք օգնում Մեր արքա մեծ է մեծ արում Ինչպիսի մեծ երկակություն Մենք գտանք մեծ ողորմություն Մենք գտանք մեծ ողորմություն Գովենք ու երկենք մեր Աստծուն Եկեք գովենք ու երկենք մեր Աստծուն Ոչ չգովենք մեր Աստծուն շորության Ոչ չգովենք
ժամանակինումը հասե գովել են, չէ, ումը հասե գովել են։ Բայց պատկերացրու մարդու բերանը չի բռնում իր ստեղծողին այդ տարիքի սրտանց գովաբանի, խանգարող կավար, մեր մարմինը խանգարում է։ 303-ը։ Երբեք գոհեն ու եկեք վերածելու, ով են կարավանին իրոց նանում, սամոս դրասին կնարու կավիրում, ով հոգի ունի կողորն է ասյերնում, ով յալես օրյա, հարավոր ասման սիրով անդեմ անգրած ողորման, Թագավորություն, արգուժություն, իրինի հրվում, արգում ես սուպակում, օրմյալ ես օրմյալ, հարավոր ասման սիրով անդեմ անգրած ողորման, Թագավորություն, արգուժություն, իրինի հրվում, արգում ես սուպակում, Orno e keste kansi mesiresi, Perkucan Amazon tutto hesi, Nevado remuta mos negasero, Orno me kesu pesur pesatavor, Orniale sonia, Paravoras masio mane mangetas olormas, Թագավորություն, արգուժություն, լինի հրնում, որդում ես սուրբոքում, օրմյալ ես օրմյալ, հարավոր ասման սիրով անեմ անգրած ողորման, Թագավորություն, արգուժություն, լինի հրնում, որդում ես սուրբոքում, Հողմակություն աստծունով զուրբեր երկրպատեցեք, Չեր հորդանգուլոս սախոս ներասելով, Ով հոգի ունի կողոր ներաս երկնում, Օրմյալ ես օրմյալ, հարավոր ասման սիրով անեմ անգրած ողորման, Թագավորություն, արգուժություն, լինի հրնում, որդում ես սուրբոքում, օրմյալ ես օրմյալ, հարավոր ասման սիրով անեմ անգրած ողորման, Թագավորություն, արգուժություն, լինի հրնում, որդում ես սուրբոքում, Nini harno yetsu Ասենք թարք հորը որդուն եւ Սուրբ Հոգուն։ Իրոք փառավոր է ինքը իր գործերով։ Ամեն ժամանակ փառավոր է ինքը։ Ժողովուրդ, դուք զգում եք, որ Աստված մեզ ինչքան է սիրում, հա? Ինչքան է սիրում, շատ։ Հենց թորնիկից ես օրը եթե չտեսնեմ օրվա մեջ, ոնց որ թե այդ օրը իմ համար օր չի լինում, ասում եմ Տեր Աստված, ես այս թորնիկից որ այդքան սիրում եմ, բա դու մեզ ինչքան ես սիրում, չէ՞, ինքն է բացատրում ասում, ժողովուրդ ջան, իրոք մենք մարդ ենք, ասում դուք որ չար եք, ճիշտ է, մարդը բարի բան անել գիտի, բայց ընդհանուր առմամբ ինքը չար է, որտեղ իր բարությունը շատ քիչ է, իրոք քիչ է։ Մեր բարությունը միտեղ ասում է առավոտյան ցողի պես է, ով Եփրեմ ասում է քո բարությունը, չէ՞ բարությունը։ Այսինքն մի թեթև անում ես ու պրծնում ես, հոգնում ես բարությունից։ Իրոք Աստված ինչքան բարի է, որ Իսկան համբերում է մեր, իր համբերատարությունն է շուտ ջան շատ։ Դրա համար շատերը ասում են Աստված չկա, եթե լերսես պատժեր, սես կաներ, գիտի իր սրտի պես այլ այդ նույն վարքյանին խապի սպանի։ Այդքան ինքը բարի է, որ չենք իմանում, որ ինքը կա։ Այդքան համբերատար է, որ չենք իմանում ինքը կա։ Շատ համբերատար սպասում է մեր փրկությանը ժողովուրդ ջան։
Իրա փափակն են, որպեսի մեզի ժողովուրդ ջան հետ վերադարձնի։ Մենք ժողովուրդ ջան, գիտեք, խափնվել ենք։ Ես ուզում եմ այս պահին մի բան դրվեց մտքումս, իզուր չդրվեց Երևակայի, մի պատմություն պատմեմ, որ շատ նման է մեր պատմությանը։ Դա անձնական պատմություն է, մեր տան պատմություն է, բայց ընդհանուր եկեղեցու պատմությանը նման է։ Մենք ընտանիքով 5 երեխա ենք։ 3 քուր, 2 եղբայր։ Մերս նոր տենց հավատի մասին իմացել է 70-ական թվականներին, վաղուց մերս հավատացյալը։ Սկզբից որ ամուսնացել է, երեխա չի ունեցել 2 տարի, տենց ազդեշկեքով սենց ասած։ Իր մեջ հավատացել է, որ Աստված կասել է Տեր Աստված, ինձ երեխա տուր։ Տուր շատ տուր, ես մեկը կտամ ուրիշի որ չունի։ Միամիտ սենց իրա բերնից թրցրել է, սենց ասած, բայց դե անկեղծ հավատքով աղոտ կարել։ Վերջ 5 երեխա Աստված տվել է իրան։ Մեր բարեկամներից մեկը մոտենում ասում է, ուրեմն որ արդեն երեխեքը այդպես տարբեր հասակներին 1 տարեկան, 4 տարեկան, մինչև 10 տարեկան ենք, այդ մոտարապես այդ տարիքի 70 ուրեմն 6 թվի պատմություն եմ ես ասում, այս պատմությունը 76 թվականների։ Այդ բարեկամներից մեկը գալի ասում է, խնդրում ենք էլի Շուշիկ ջան, քաղաքից են իրանք, ուրեմն մենք երեխա չունենք, դուք այդքան երջանիկ եք ձեր երեխեքով, խնդրում ենք, եթե հնարավոր է, ձեր երեխեքից մեկին տվեք մեզ էլի։ Մերս հիշում այդ իր աղոթքը, այդ պայն հիշում է։ Համաձայնության են գալի հորս հետ եւ մեր քրոջը Եվայանը տալիս են մեր բարեկամներին։ Իրանք էլ դասախոսներ են, բուհերում մեծ մարդիկ են, խելացի, կրթված, հարուստ, ամեն ձևով ապահոված։ Իրանք խելաց են, իրոք տալուց առաջ այսպիսի պայման կապեցին մեր ծնողների հետ, որ արի սենց անենք, երեխեն քանի որ արդեն 3 տարեկան, մի քիչ ավել տենց արդեն հասկանում է շատ բաներ, ամեն ինչ գիտի, դժվար է իրան հաստատել է, էլի, համոզել է։ Արի սենց պայմանավորվենք, տվեք, բայց եթե ուզում եք կարոտ առնեք ձեր երեխու, եկեք հերվից տեսեք։ Ձեր կարոտը տենց հերվից արեք, որ հանգած չմտկափոխվի, մինչև արմատավորվի, հետո խնդիր չկա, այն վաղ կբացվենք, կգա ժամանակը կբացվենք, կանկեղծանանք, թող ինքն էլ իմանա, որ վերջած երեխա է, որ հետո խնդիրներ չլի կյանքում, այտենց ենք պայմանավորել։ Ես հիշում եմ գնում էինք մեր քրոջը տեսնելու ժողով։ Այնքան ծանր էր մորս համար, շատ ծանր էր։ Մերս միշտ լացում էր, ամեն հանդիպելուց լացում էր։ Տեսնում էինք հերվից, դե ես երեխա է, շատ բան չի հասկանում, հիմա եմ հասկանում, մորս լավ հասկանում է։ Տեսնում է իր երեխուն աչքերը թրջում է, բայց քանի որ տվել է, համաձայնության եկե, պետք է չխախտի, այսպես ասած պայմանը, հերվից տեսնում ենք, գնում ենք։ Վերջը ժողովուրդ ջան, այս երեխեն գիտեք ոնց են, սկսես երեխուն համոզելը, դե որ երեխեն արդեն հասկանում է խոսալով բանում, տենց առաջերտին խաղալիք, այնքան խաղալիքներ են լցես երեխու թեմը, այնքան տեղեր են տարի օրեկան, որ ցրեն իր հիշողությունը, մանկական հիշողությունը, որ չհիշի էլի, որտեղից ենք եկել։ Պատմում են, ասում են, որ մենք քեզ տվել էինք մեր բարեկամների հետ, Շուշիկի Հակոբայի հետ, որ գիտի, Շուշիկ Հակոբյա ծնողները, պապան, մաման, տվել էինք իրանց մոտ, մենք գնացել էինք Մոսկվա, եկանք քեզ վերցրեցինք, տենց են բացատրել խափել։ Բոլորը ստերով, ոնց կարան ճշմարտություն ասեն, չէ՞։ Ստերով խափել են, ջնջել են ամեն ինչ, թե ովքեր էին այդ մարդիկ։ Այդ ջնջել են իր հիշողությունից, բայց դե ոնց էլի որոշ մաս հիշում է յուղից։ Այդպես ժողովուրդ ջան, հաստատում են համոզելով բան, բայց այս երեխու մեջ մութ բաներ ամանում միշտ։ Մութ բան կա իր մեջ։ Ընկերու հետ մի օր գնում է իրանց տուն, ընկերուին նկարներ է բերում փռում իր առաջ, նկարները նայում ընկերուին, ասում է, ես եմ, էսի բալուրի մեջ եմ, էս բանը, ես բալուրից սկսած նկարներ ունի, մեկը մի կառնում, ասում է, ես խի 3 տարեկանից ցածր չունեմ նկար։ Բոլորը 3 տարեկանից բարձր է։ Գալի ծնողներին ասում է, խի չունեմ նկար էլի, ասենք,
այդ 3 տարեկանից բարձր, դե ասում են դե այդ ժամանակ մենք ստեղ չենք եղել, քեզ չենք նկարի, ստո փակում են։ Մի ուրիշ ժամանակ ընկերուս լսում եմ որ ես ծնվել եմ ինչ հիվանդանոցում, սենց եմ եղել, քարաճճի եմ եղել, կամ ես եմ եղել, եմ լասկան եմ եղել։ Մեկ էլ գալի ասում է մամ, բա դու ինչի՞ չեք ասել, որ հիվանդանոցում եմ ծնվել։ Վայ, բալա ջան, էլի խափում են ես ինչ հիվանդանոցում, էլի ստով, ամեն ինչ ստով, ծածկում, հավատացնում են ժողովուրդ։ Մեծացավ այդ երեխեն արդեն 18 տարեկան, արդեն ժամանակն է որ գնայինք արդեն բացվելու, որ ասենք որ սենց։ Ուրեմն եկանք ժողովուրդ ջան, շատ ծանր էր այդ բայրով։ Համալսարան էր սովորում, պետական համալսարանում, առանց ծնողների ասելու արդեն, որովհետև եթե ծնողներին ասես, ծնողները միշտ ասում են թողնա մյուս տարի, ուշացնում են ինչքան ավելի ուշ, դե մենք են մտածում ենք արդեն մեծացել է, ժամանակն է, միգուցե ամուսնանա, այն ժամանակ հանկարծ իմանա, արդեն ամուսինը իմանա, խնդիրները, արդեն ժամանակն է բացվելու, պետք է բացվի։ Ժողովուրդ ջան, որ ասեցինք իրան, գիտես ինչ կա Եվա, մենք քուր ախպերներն ենք, պատկերացեք ոնց որ Հոսեփի պատմությունը, այսինքն այդ պատմությունը մեր վրա զգացին։ Որ ասեցինք, մեկ էլ առաջի խոսքը, գիտեք ինչ է եղել, առաջի խոսքը։ Լավ, արդեն իմ համար ամեն ինչ պարզ է։ Ամեն ինչ պարզ է։ Այսինքն ինչն է պարզ։ Իր մեջ այդ մութ բաները, որ իր կար, բացվեց այդ մութ բաները, լուսավորվեց Ժողովուրդ ջան։ Հասկացա, որ այդ ինչուները, ինչի համար էր իր կյանքում այդքան չէ խավար բաները, ինչի էր այսպես, ինչի էր այնպես, ինչպի զգում է ինքը իր մեջ, որ ինչ որ բան այն չի, ոնց որ ուրիշների հետ է։ Ժողովուրդ ջան, էսի ինչ կապ ունի մեր աստվածպաշտության հետ, շատ մեծ կապ ունի, նման է, իրոք մենք էլ նման ենք։ Մենք ծախվել ենք, չէ՞։ Ծախվել ենք, խափնվել ենք, չէ՞։ Կարծես մեզ համար ծնող այս աշխարհն էր, այս աշխարհի իշխանն էր, չէ՞, խափելով մեզ համոզելով կեր, խմի, վաղը մեռնել կա, այս աշխարհն է կյանքը, չկա Աստված, ինչ բան, որ սենց էր, որ նենց էր, խափելով, ինչքան պիտի մարդուն խափի, չէ՞։ Բայց ճշմարտությունը գիտեք ինչ զորավոր բան է, շատ զորավոր բան է։ Այդ սուտ խոսքերի զորությունը, ժողովուրդ ջան, գումարած իրար մի հատ ճշմարտության չի ասում։ Մի հատ խոսք ասեցինք, փշրվավ սիրտը։ Եկավ տեղը, միտք առավ, իրոք մեզ էլ երբ որ Աստծո խոսքը եկավ հասավ, չէ՞, եկավ հասավ։ Իրոք մենք էլ ասում ճշմարտությունը կիմանանք եւ ճշմարտությունը կազատի։ Ճշմարտությունը նա էր, որ մեր Եվան, այս ինչ ընտանիքում ածնվեց, այս ինչի զավակն է, չէ՞, այսպես ասած երեխան է։ Երբ որ ճշմարտություն ասում ես, բոլոր մութ բաները վերանում են, լույս է գալու մարդու վրա։ Իրոք Հիսուսը որ եկավ աշխարհ, նման էր այդ լույսի, չէ՞։ Նման էր լույսի, ասում է, խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ, փառք Տիրոջը, որ մեզ խափե ասել էր կյանքը սրանով է, չէ՞, ու կեր խմի եւ այդ մեղքի պատճառով էր ամեն անախորժությունները, չէ՞։ Հիմա հավատացյալն ասում է, փառք Տիրոջը, մի քիչ լավ ուտեմ, վատ ուտեմ, լավ հագնեմ, չգիտեմ որտեղ ապրեմ, ինձ չի հետաքրում, ինձ հետաքրում Աստված։ Իմ Տիրոջը սպինդ բռնեմ, հավատքը սպինդ բռնեմ, իջև ինքը գանձի կտանես, անիրավ աշխարհից կպրծնեմ, դարդու ցավերից պակասությունից կպրծնեմ Ժողովուրդ ջան, այո, մեզի պետք է հավատ պահել։ Աստված այնպես սիրեց աշխարհը, միջև իսկ իր միածին որդին տվեց, Ժողովուրդ ջան։ Հետո ասեմ ձեզ, մարդուն հավատացնելու համար մեծ ջանք է պետք։ Աստծո համար էժան չնստեց մեզ հավատացնելը, էժան բան չէր։ Այսինքն այնքան սիրեց տեսա, որ չենք հավատում, միջև իսկ իր միածինը տվեց։ Ես հեսա մի համար կարդամ, իրոք համոզված կլենք, որ Աստված մեր վրա շատ չարչարվել է, ու դեռ շարունակում է ինքն այլ չարչարում։ Այդ մեր մեջ իր հոգին է չարչարում, մենակ չի որ մենք ենք։ Այս գործողությունները եղբայրս ասեց, չէ, Տերն է պատրաստ է, ինքն էլ է պատրաստ է, ու մտքով կանցներ, որ այսօր կստեղ կլենք։ Այս ինքը պատրաստեց։ Վրաց դրվեց սրտերում, ամեն ինչ ընկավ իր տեղ, ամեն ինչ։ Էդի մենք զգում ենք մեր վրա, որ Աստված է, մենք չենք, փառք Տիրոջը։ Այսպեսի համար կա Ժողովուրդ ջան գրված, ուրեմն Եբրայեցի հենց առաջի գլխում, տեսեք ինչ գեղեցիկ է, սկսում Պողոս առաքյալը Եբրայեցիներից թուղթը։
շատ ձևերով եւ շատ կերպերով կանխավ խոսել է Աստված մեր հայրերի հետ մարգարեների միջոցով շատ ձևեր եւ կերպեր փոխելա կերպը փոխելա մի կերպ չի խոսացել կերպը փոխելա ուրիշ ձևի մեր հայրերի հետ այս վերջի օրերս իր որդիով խոսեց մեզ հետ որ ամեն բանի ժառանգորդ դրա որով աշխարհն էլ ստեղծեց եւ այլ ժողովուրդ ջան մի օր Աստված ասեց այդ կերպերը կարաս ասես ինչի համար ես փոխեցի կերպերը վերջում էլ իմ որդիով խոսեցի ինչն է կերպերի փոխելու իմաստը նպատակը ժողովուրդ այդ բոլոր կերպերը Աստված օգտագործել է մեզ հավատացնելու համար հավատացեք բոլոր կերպերը երբ որ ես չես հավատում խոսքը փոխում է ձևը փոխում է միջև հավատամ ասում եմ միջև իսկ իր միածինը տվեց այսինքն հավատալու համար տվեց որ հավատքի կան ժողովուրդ ջան ինքը եկա վերք ստացավ մենք հավատացինք բժշկվեցինք անհավատությունից այս միտքն է անոր վերքերով մենք բժշկվանք այսինքն միջև չեկա վերք չստացավ մարդը հավատքի չեկա ասեց հարուրապետը գիտեք երբ հավատք եկավ այդ որ Հիսուսին կազմակերպում էր խաչելը ինքը անհավատի մեկն էր բայց երբ որ տեսավ Հիսուսը խաչի վրա այսպես հեզությամբ որևիցե մեկին նման չի իր այսպես ասած պահվածքով հեզությամբ ինքը դարձի եկավ ասեց իրավ էսի Աստծո որդի այս ումն են խաչը իր մեջ զղջած հասկացավ կողքի ավազակը իրավ էսի Աստծո որդի է չհավատա ժողովուրդ ինքը վերք ստացավ որպեսզի մենք հավատանք ժողովուրդ ջան բժշկվել նշանակում անհավատությունից բժշկվել այսպես հասկանամ ասում եմ ես անոնց անհավատությունները պիտի բժշկեմ անոր վերքերով մենք բժշկվեցինք հարց Տիրոջը այդ վերքը հիմա էլ կան էս չի այդ վերքը եղբայրներն էլ են ստանում այդ վերքի նշանները եղբայրների մեջ էլ կա Պողոսն ասում է Հիսուսի վերքի նշանները ես կրում եմ իմ վրա այո էլի Հիսուսն է էդի Հիսուսն է մեր մեջ էլ է վերք ստանում որպեսզի ուրիշները դարձի կան մեզի պիտի հալածեն մեզ ծեծեն որ տենան մեր խոնարհությունը միտք առնեն ասեն սրանց մեջ Աստված կա ժողովուրդ ինչ ենք մենք անում հարց Տիրոջը ժողովուրդ ջան այս ամբողջ նպատակը աշխարհ գալու մեզ հավատացնելու համար մեր հիվանդությունը հիշեք մի հատ մեծ հիվանդություն ունենք որտեղից հիվանդացել ենք այդ նույն ճանապարհով հետ պետք է հետանք այսինքն հիվանդացել ենք անհավատությամբ հավատացել ենք սատանայի ստին հիմա պետք է հակառակը հավատանք Աստծո ճշմարտությունը կիմանանք եւ նա կբժշկի ձեզ հարց Տիրոջը դարձի կա անունը փառավորվի Տիրոջ ջան չեմ ուզում երկար ասեմ ուղղակի ես կարճ դրվեց սրտումս այդ արքիրա եղբայրներն էլ զգացած կլեն որ միտեղ գնում են հավաքույթների եղբայրները ովքեր խոսք են խոսում դնում են իրանց սրտի մեջ որ ես խոսամ այս թեման չէ բայց սուտ է մեր մեջ դրածը հեչվում է այդ պահին մի հատ էս թեմա է դեռ մնաց բանա դեռ եղբայրներին զարմանում ես ասում ես Տեր Աստված ես չէի մտածել որ այս թեման խոսա այս օրինակի մեջ այս վարդյանի մեջ դրվեց ժողովուրդ ջան այսինքն Աստված առաջնորդում Աստված ձեզ սիրում է Էսի ձեր բոլորի խնդրվածների սպասումների արդյունքն անես չի որ էսի զուր տրվեց ժողովուրդ ջան խոսալու հարց Տիրոջը դուք խնդրում եք Աստված տալիս է ձեր գործիչ մենք չգայինք մի ուրիշներ գալու հաստատ անես չի որ մենք պետք է գայինք նորել է չէ կապ չունի ասում է եթե սրանք լռեն քարերն են աղագի Հիսուսն ասեց չէ այսինքն կապ չունի ինքը պետք է իր գործը անի մեծ վրա հարց Տիրոջը աղոթել է երևում է Տիրոջը սիրում եք երևում է միաբան եք հարց Տիրոջը ես շատ ուրախ եմ ձեզ համար թող այս տունը լցվի մեծանա շատանա ձեր բալիկով ձեր թորնիկներով վաղը միսօրը տեսնենք բոլորը Աստծո տան մեջ Աստծո ապահով թևերի տակ ժողովուրդ ամենաապահով տեղը սեղա Աստծո տան մեջ թևերի տակ ուրիշ տեղ չկա ապահովություն վտանգ կա փորձություն կա այս վերջերս մի ջայլ տղա սպանեցին իզուր տեղը քույրիկի տղա էր Ալավերդիում ես էլ թաղում էի գնացել ժողովուրդ ջան շատ ծանր էր մոր համար հավատքի մեջ էր բայց իր տղեն եկել էր լսել էր բայց վտանգավոր տեղ էր գնացել վտանգավոր տեղ իզուր տեղն էս տեղ էր գնացել որտեղ իրան պետք չէր խմել էին չգիտեմ զվարճացել էին խոսները հասել էին իրանց ժողովուրդ ջան կրվել էին դանակարվել էին խփել էին իհարկե դա մենք չենք այսպես ասած մտածում որ ինքը կորավ չէ իր մեջ կար Աստծո սերը ուղղակի Եվակայի ամենահարմար այսպես ասած
Հետի էր Աստված իրան տանել ուրիշ, եթե թողեր երևի երկրի վրա Աստված սիրելով իրան, իր ծնողներին, շուտ տարա, որպեսզի ինքը չխորանա, այսպես ասած, չարիքի մեջ։ Թող Տերը փառավորվի, թող Տերը բոլորիս զավակներին, ել եմ ասում, փրկի, եթե մենք մնանք, Աստված օգնի մեզ ժողովուրդ, մնանք հավատի մեջ, մեր զավակներին իրոք օգնի դեպի գալու, մենք մեր զավակներին պիտի չխանգարենք։ Ես մի անգամ Հակոբից հիշում եմ, հավատի մեջ էի, մի հատ խփել եմ, մինչև հիմա զղջում եմ այդ խփելու համար։ Անեն զղջացի, ասի, ես ինչ չարիք ես արեցի, ես ինչ չարություն արի, ավելի հերվացրի, քան թե մոտեցրի, իբր թե խրատում եմ առանց հասկանալու։ Բայց հասկացա, որ ոչ, երեխուն խրատելու առաջի օրինակը ես օրինակ պետք է դառնամ։ Ասում եմ, հոտին օրինակ չէ եղել, եթե դու օրինակ չես, քո խրատը չի օգնում, ուզում ես խփի, ուզում ես խեղդի, ես արա, այն արա, չէ, ձև չկա, միակ միջոցը կյանք դնելն է, ժողովուրդ, կյանք պետք է դնենք, որպեսզի փրկենք մարդկանց, Տերը փառով, ինչպես Հիսուս արեց, մենք էլ պիտի նմանենք նրան։ Եկեք ոտքի վրա փառավորենք իր մեծ գործի համար, այո, ճշմարտության համար, 20 համարը, սիրո սուրբ աղբյուր ես Տեր։
Սիրելի քույրեր, եղբայրներ, ասենք Փառք Հիսուսի իրասիրող ողորմության համար, որ Տերը մեզ բոլորիս առաջնորդեց դեպի իր տուն իր սուրբ ներկայության մեջ, Տիրոջ հետ հանդիպելու Դավիթ ասում էր, ես մի բան եմ խնդրում Տիրոջից ու սա եմ աղաչում, որ իմ կյանքի բոլոր օրերի մեջ Տիրոջ տան մեջ բնակվեմ, ու նպատակը որն է Տիրոջ տան մեջ բնակվելու, ասում որ ես իր վայելչությունը տեսնեմ ու իր տաճարի մեջ իրան խնդրեմ, սիրելի քույրեր, եղբայրներ, մեզի պետք է հանդիպել Քրիստոսի գեղեցկության հետ, որովհետև ինքը սքանչելի է, Տիրոջ անունը թող փառավորվի։ Երբ որ բացվի մեզ իր գեղեցկությունը, իր վայելչությունը, աշխարհը մեր համար աղ կդառնա, զիբիլ կդառնա, մենք չենք հրապուրվի աշխարհով, մեզանով, ես չգիտեմ ինչ որ ունայն բաներով։ Մեր հոգու փափագը միայն Տերը կլինի, մեր հոգու սիրեկանը միայն Հիսուսը կլինի, մեր հոգին միայն իրան կփափագի։ Թող Աստված մեր սրտերը ուղղի դեպի իրան։ Երկերկոցի մեջ գրված ասма ինձի դեպի Տիրոջ տունը տարավ։ Ասма իրա դրոշը իմ վրա սեր էր, սիրելի ժողովուրդ։ Ամեն պետություն իր դրոշը ունի, հավատացյալներն էլ իրանց վրա իրանց դրոշը ունեն, հավատացյալների վրա Տիրոջ դրոշը դա սերն է, Տիրոջ անունը թող օրհնյալ լինի, դրոշը մեր վրա պետք է երևա, եթե հաղթության, դրոշակը հաղթության խորհրդանիշն է, իսկ Հիսուսը մեզ իր սիրով է հաղթել, իր սիրով է գրավել մեր սրտերը, թող իր անունը օրհնյալ լինի։ Նապոլեոն ասեց, ես Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը մեր իշխանությունը դրեցին սրի վրա, բայց ոչ մեկ չի հոժարվում մեր փոխարեն մեռնելու մեր համար, բայց Հիսուսի իշխանությունը, որ սիրո վրա է, միլիոններն են իրանց կյանքը զոհաբերում հանուն Հիսուսի, ասում են Նազովրեցի դու մեզի հաղթել ես, Հիսուսը հաղթող Աստված է, թող իր անունը փառավորվի։ Ինքը մեր փրկիչն է, մեր Աստվածն ու մեր Տերն է, ամեն ժամանակ իր հոգով ինքը ներկա է մեր մեջ։ Մնում է որ մենք փափագենք, համոզված եղեք, ամենամոտ տեղը Տիրոջ հետ հանդիպելու դա իր տան մեջ է, որտեղ Աստծո սուրբերն են հավաքված, Հիսուսը իր ներկայությունով մեր մեջ է, ու մեր սիրտը պետք է փափագի ամեն պաշտամունքին Տիրոջ հետ հանդիպելու, լսելու իր կենդանի ձայնը, իրանից առնելու մեր աչքերի դեղը, մեր հոգու կերակուրը, կենաց ջուրը, որը պետք է մաքրի մեզի ու ազատելով այս աշխարհից ավելի տանի դեպի սրբության, որովհետև են ասում, որ մենք պաշտում ենք ինքը Սուրբ Աստվածը, իր մեջ խավար ու մեղք չկա, ու ինքը ուզում է, որ իրան պաշտող ու երկրպագող ժողովուրդը սուրբ լինեն մեր բոլոր վարմունքների մեջ, սիրելի քույրեր, եղբայրներ, ու փառք Աստծո, Աստված տվել է իր խոսքը, տվել է իր Սուրբ Հոգին, տվել է իր եկեղեցին մեր բոլորիս համար, ամեն բանը մեզի Քրիստոսով պարգևե, որ մեզի տանի դեպի սրբության ու կատարյալ սրբության ամբից ու անարատ վիճակով իր առաջ կանգնելու։ Մեր կողմից եթե անհնարին է, անկարելի է, աշակերտներ ասեցին Տեր, բա ով կարա փրկվի։ Ասեց որ անհնարին է, որ հարուստը, հարստության ուսացողը մտնի Աստծո թագավորությունը ինչքան հեշտ ուխտը ասեղի ծակով կանցնի,
այդքան էլ հեշտ իր հարստության ուսացողը կմտնի ասել թագավորությունը, աշակերտները ասեցին, բատեր, ով կարա փրկվի, ասեց էդի մարդկանց կողմից անկարելի է, բայց Աստծո կողմից է կարելի, մեզի փրկող Տերը ինքը նաև մեզի սրբացնում է, ու տանում է մեզի սրբության կյանքի, ինքը շատ լավ գիտի, որ մենք բնությամբ, էությամբ մեղավոր մարդ ենք, ոչ միայն մեր արարքներով, նաև մեր էությամբ ենք մեղավոր, ժողովուրդ ջան։ Հինի մարդը, որ իր էությամբ տեսնվե ու աշխարհ եկե, ոնց կարա իրան փոխի, հա? Շատ կարանք մենք այդպես բան անենք, մեզի ցույց տանք, թե մենք կնես լավն ենք, սուրբ ենք, մաքուր ենք, բայց այն տեղերը, որտեղ մարդ մեզի չի տենում կամ մեր ընտանիքների մեջ երևում է մեր բնական վիճակը, ժողովուրդ ջան։ Կամ Աստված, որ բացում ցույց է տալիս մեր ներսը, ով ասում է իմ հանդերձ ինձանից զսպում է, սիրելի քույրեր, եղբայրներ, Տերը ինքը շատ լավ գիտի, ոչ միայն մեր արարքներով, նաև մեր էությամբ մենք մեղավոր մարդիկ ենք, ինքը դրա համար մեզի չի դատապարտում։ Հակառակը Հիսուսը խաչի վրա ոչ միայն իր թափած այրունով լբանում մաքրում ամեսի մեր բոլոր մեղքերից, ասում է ձյունից ավելի ճերմակ է դարձնում, փրկելով խավարի սատանայի իշխանությունից։ Նաև Հիսուսը խաչի վրա իր չարչարանքով ու հարությունով մեր համար նոր բնություն է բերել, իր արդարությունը, թող իր անունը փառավորվի։ Ինքը ուզում է իր արդարությունը ինձ ու քեզի տա որպես հանդեր, ժողովուրդ ջան։ Համոզված եղեք, մեծ հրաշք է, երբ որ ժողովուրդը անցավ կարմիր ծովը, մեծ հրաշք է։ Բայց ցավոք սրտի, այդ շատ ժողովրդից իրանք չկարեցան անապատը անցնել։ Անապատային կյանքը հաղթահարելը Աստված իրանց կյանքում շատ հրաշքներ արեց։ Համոզված եղեք, հավատքի կյանքը հրաշքներով լցված կյանք է, ու ամեն օր դու սպասի քո կյանքում, քո ընտանիքում հրաշքի, որովհետև Աստված ինքը հրաշքներով ու նշաններով է մեզի առաջնորդում, սիրելի քույրեր, եղբայրներ, բայց մենք պետք է կարողանանք ունենալ այդ վստահությունը Տիրոջ վրա, մեր կյանքում տեսնել իր հրաշքները, նաև մեր ընտանիքներում տեսնել իր հրաշքները, իր ամենակարող ձեռքը։ Դրա համար Տերը թող օգնի մեզի մեր սրտերի մեջ ունենալու այդ հավատքը, հավատալու Աստծո ամենակարող ու հրաշագործ զորությանը, որ ոչ միայն ինք կարա մարդուն փրկի խավարի սատանայի իշխանությունից, բերի իր թագավորության մեջ, բացի կարմիր ծովը, որ այդ ժողովուրդը անցնեն, նաև ինքը պատրաստ է այդ փորձվող ժողովրդին անապատի մեջ երկնային մանանայով կերակրելու, սիրելի քույրեր, եղբայրներ, ինքը իր կենդանի հոգին է իրանց հետ ուղարկում անապատի մեջ, ամբիսյունը, որ իրանց հովանի է լինում ցերեկվա արևից ու շոգից, ու կրակիսյունը, որ գիշերով իրանց տաքացնում էր, որ անապատի ցրտից իրանք չսարճեին անապատի մեջ, բայց այս ժողովրդի ուշադրությունը ոչ թե Տիրոջ ներկայությունն էր, այս է ժողովրդի սիրտը, ուշադրությունը ուրիշ տեղ էր, ուրիշ բանի մեջ էր, սիրելի ժողովուրդ, որտեղ է իմ հայացքը, որտեղ է իմ ուշադրությունը, իմ սրտի փափագը ու կարիքը, որտեղ է, եթե ես ուզում եմ հաղթահարել անապատային կյանքը, որտեղ հավատացյալ ժողովուրդը փորձվում են ունդեղ ստուգվելու է իմ հավատարմությունը, իմ հաստատուն հավատքը Տիրոջ վրա, Տերը ինձի կօգնի, որ ես հաղթահարեմ այդ անապատային կյանքի դժվարությունները ու մտնեմ Քանանի երկիրը Տիրոջ ներկայության մեջ, ամեն վայրկյան վայելելու իր սուրբ ներկայությունը ու ապրելու Տիրոջ արդարությունով, փոխված բնությունով, ունենալու այն արդարությունը, որը որ Քրիստոսի մեջ էր ու Քրիստոսը ուներ, այդ նույն արդարությունը Աստված ուզում է ինձի ու քեզի տա, Տիրոջ անունը թող փառավորվի։ Ժողովուրդը ծարավ էին, հնարավոր է որ քո հոգին էլ ծարավ,
ու իրանց անասուններն էին ծարավ, մի քանի օր ծարավ էին, եկան Մովսեսի մոտ, Մովսես, ինչ անենք, ծարավից մեռնում ենք մենք։ Երբ որ Մովսեսը գնաց Աստծո առաջ, Աստված ասեց Մովսես, ինչա քո ձեռինը, ասեց տենում ես են անապատի մեջ եղած ժայռը, ասեց դու գնա ու այդ քո գավազանով խոսի այդ ժայռին, խփի այդ ժայռին, ունդեղից ինքը ջուր է բխելու։ Սիրելի ժողովուրդ, որ նայում ես երևույթին ժայռից ոնց կարա ջուր բխի, անապատի մեջ եղած լեռը որտեղից կարա ջուր բխի այդ ժայռից, բայց որ Տերն էր ասե, Մովսեսը գնաց մի տեսակ այդ ժողովրդի վրա, երկրի վրայի ամենահեզ մարդին հունից հանեցին, այնքան իր սիրտը նեղացրեցին, որ այս մարդը հունից դուրս եկավ, ջղայնացած իր ձեռի փետով ասեց, վայ ապստամ ժողովուրդ, այս ժայռից ես ձեզի ջուր պետք է տամ ու երկու անգամ իր ձեռի գավազանով խփեց ժայռին։ Աստված ինքը հրաշքը արեց, ժայռից ջուր բխեց, բայց Աստված Մովսեսին ասեց, Մովսես, դու ինձի չհավատացիր իմ խոսքին, ու այդ ժողովրդի մոտ դու ինձի չփառավորեցիր, ուղղակի դու հեռվից կտենաս այդ երկիրը, բայց չես մտնի, սիրելի ժողովուրդ։ Հնարավոր է երևույթը ուրիշ բան է ցույց տալիս, բայց Աստված մեզի հակառակ բան է ասում, Աստված թող օգնի մեզի, որ մենք կարողանանք հավատալ Տիրոջ խոսքին, նայում ես քո կյանքին, չորությունն է, անապատը, սիրելի քույրեր, եղբայրներ, նայում ես քո ընտանիքին, դժվարությունն է, ուր ես նայում դու, նայի Հիսուսին, ինքն է մեր հավատքի առաջնորդողն ու կատարողը, որ պատրաստ է իմ ու քո կյանքում իրա հրաշքը ցույց տալ, որ մենք իրան փառավորենք ու իր անունը բարձրացնենք, սիրելի քույրեր, եղբայրներ, դրա համար Տերը թող օգնական լինի մեզ բոլորիս, այս ժողովուրդը, որ իրանք հաղթահարեցին, որոշներ այդ անապատային կյանքը ու հասան Հորդանան գետի մոտ, Քանանի երկիրն ու անապատը իրարից բաժանում էր Հորդանան գետը, Հորդանան գետը ինքը կանգ առավ, այդ ջրերը կանգ առան, այդ ժողովուրդը ցամաքով անցան, նորից Աստված հրաշք արեց, բայց Հորդանան գետի խորհուրդը գիտեք որն է, Քրիստոսի չարչարանքների ու մահվան խորհուրդն է, որտեղով հավատացյալը պետք է համաձայնվի մտնելու անցնելու մանավանդ նրանք, որ ջրով մկրտվել են, ուխտ են արել ու համաձայնվել են, որ ամեն անգամ ու ամեն ժամանակ Քրիստոսի չարչարանքներն ու մահը մեր մարմինների մեջ կրելու, որ այդ աստվածային կյանքը մեր մեջ հայտնվի, սիրելի ժողովուրդ, Տերը ինքը խոստացել է մեր բոլորիս համար, ոչ միայն ամեն հավաքույթին կամ աղոթներին մեզի այցելություն անի, որ մենք իր ներկայությունը վայելենք, Տերը ինքը խոստացել է, որ գա մեր հոգու աշխարհի մեջ մեր հետ մեկանա ու ամեն վարքյան մենք իր հետ ապրենք, ժողովուրդ ջան, ամեն վարքյան, սիրահարված զույգերը փափագում են ուղղակի տենց իրար տենալ, որ տենում են իրար, նվեր են տալիս, տենց ուրախանում են, բայց այդ սիրահարվածները իրանք նշանվում են, երբ որ նշանվում են, ավելի են իրանք ուրախանում, շուտ են իրար հետ հանդիպում, ժողովուրդ ջան, բայց երբ որ իրանք իրար հետ ամուսնանում են, էլ պետք չի իրանք մտածեն, երբ կլինի, որ իրար տենան կամ իրար նվեր փոխանցեն ուրախանան, արդեն իրանք նույն տան մեջ իրար հետ են ապրում, իմ ու Հիսուսի հարաբերությունը, իմ ու Տիրոջ հարաբերությունը, ես մենակ փափագում եմ, որ ինքը ինձ այցելի, ես իր հետ հանդիպեմ ու ուրախանամ, այդքան է իմ փափագը, ինքը ինձ մի հատ շնորհ տա, մի հատ ողորմություն անի, ես դրանով ուրախանամ, այդքան է իմ փափագը,
թե իմ փափագը, որ իմ հոգին Տիրոջ հոգու հետ միանա, ես ամուսնանամ իմ հոգու սիրեկանի հետ ու ամեն վայրկյան ես իր ներկայությունը վայելեմ ու իր հետ ապրեմ, իր սերը վայելեմ, թող իր անունը օրհնյալ լինի։ Հիսուսը դրա համար աղոտ կարի, ասեց հայր, ոնց են ես ու դու մեկ, ես ուզում եմ, որ իրանք էլ մեր հետ մեկ լինեն ու իրանք ճանաչեն են սերը, որով որ դու ինձի սիրեցիր ու ես էլ իրանց մեջ լինեմ։ Ժողովուրդ ջան, եթե մենք ուզում ենք աստվածային կյանքի լիություն ունենանք ու մեզի բացվի Քրիստոսի սերը, Աստծո սերը մեր հանդեպ, մենք պետք է փափագենք հոգով, միանալ, մեկանալ մեր հոգու սիրեկանի հետ ու ամեն վայրկյան, ամեն օր ապրել իր սուրբ ներկայության մեջ ու ամեն ժամանակ սպասել իր գալուստին, երկին գնալուն, իր հավիտենական փառքի մեջ գնալուն։ Տերը թող իր երեսը փայլեցի մեր բոլորիս վրա։ Ուղղակի ես էլ կուզեմ մի փոքր դες վկայություն պատմել իմ ապաշխարությունից։ Աստված բոլոր մարդկանց հոգու մեջ դրել է փափագը իրան մոտիկանալու։ Ժողովուրդ ջան, մարդկանց հոգին արթնացնում է, որ Տիրոջ երեսը փնտրեն։ Ես անգամ հիշում եմ փոքր ժամանակվանից, ես գյուղացի մարդ եմ, Ուրջան գյուղից եմ, աշտարակի այն ժամանակ մենք ոչխար էինք պահում, գառ էինք պահում, մեր գառները տես թողում էինք, իրիկուն գնում էինք բերելու, որ հանգարց այդ գառները կորում էին ու արդեն մոտ ժամ էր, իմ մեջ աղոթք էր գալիս, ասում էի Տեր Աստված, դու օգնի, որ ես այդքան գտնեմ էլի մեր գառներին։ Ու քանի անգամներ Աստված էս տանում կանգնեցնում էր այդ գառների գլխին, ու ինքը ինձի համոզում ու ցույց էր տալիս, որպես էդի ես եմ անում, ժողովուրդ ջան։ Իմ տատը, իմ մարմնավոր տատը, մորական տատը, սիրում էր Տիրոջը, իրանց թաղում մի հատ կին կար, որ Աստվածաշունչ էր կարդում, գնում էր իր մոտ, լսում էր, ինքը գալիս իմ մորս պատմում էր, ու մերս էլ տատիս հետ գնում էին ասոխոսք էին լսում, մերս էլ գալիս պատմում էր Հիսուսի մասին, սիրելի քույրեր, եղբայրներ, ու տեղից մեր մեջ հավատք առաջացե Տիրոջ հանդեպ։ Ես որ եկա բանակից, այն ժամանակ ուսանող էի եկեղեցիներում Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքում, գնում էի պատարագներ էի մասնակցում, ման էի գալիս, թե Աստվածաշունչ որտեղից ես ճարեմ առնեմ կարդամ, ոչ մի տեղից դες չէի գտնում, մի անգամ կայարանում մի հատ դիր ծաղուղի ասեցի, կարո՞ս ինձ Աստվածաշունչ ճարել, բա հա, ասի գինը իշկանը ասեց 100 ռուբլի, էդի 88 թիվն էր երևի 79, ասի համաձայն եմ, հա, դե ասես կգաս կոմիտաս ծաղիկի խանութ կա սպորտ դպրոցի մոտ, ընդ քեզի կսպասեն, գնաց այդ մարդը ընդ էր, որ տեսավ ես եկել եմ գնաց, ասեց սպասիստը ես գալիս եմ, գնաց այդ շենքերի ունեն մեջ, հետո մի 15 րոպեից եկավ, այս թերթի մեջ փաթած տենց Աստվածաշունչ է, ես առաջի անգամ ուտել եմ, դե տեսա որ Աստվածաշունչ է, այդ գումարը տվի վերցի եկա, ես քաղաք էի մնում, հորողներս տեղեկետին, իմի ուրախացած տես բացել եմ, նայում եմ, այս ինչ հաստ է գրած, Հիսուսի մասին չկա գրած, այս որտեղ է տենաց Հիսուսի մասին, մենք էլ լսել ենք Հիսուսը ծնվել է ասով որտեղ, այս պատմություններն ենք լսել, դու մի ասա, բացել եմ 5 կտակարան եմ կարդում, հետո եկա քթա այդ տեղերը, որտեղ որ ինձի ծանոթ էր։ Ու տենց ամեն օր կարդում ենք, ժողովուրդ ջան, մենք մեր ընտանիքով կարդում ենք, ու Աստված շատ քիչ այդպես բացում էր։ Անցավ որոշ ժամանակ եղբայրներ եկան մեր գյուղում հավատույթ արեցին, այն ժամանակ որ դռները բացվել էր, այս սովետական պետությունը քանդվել էր, դռները բացվել էր, ամենտեղ արթնություն էր։ Իմ ընկերներից մեկը գնացել էր այդ հավատույթին, իրան էլ նոր կտակարան էին տվել։ Ասես խաչի գալով շաբաթ հավատացյալները գալիս են գյուղի ակումբը հավատույթ անել, կգաս այդքան, ասես ինչ է վրա։ Մի ժողովուրդ ջան, մեր գյուղի ակումբն էլ ահագին մեծ ակումբ է, մի 500 հոգի, 600 հոգի մարդ է տեղավորվում։ Իմի գնացել ենք այդ հավաքույթին, լիք ժողովուրդ են եկես, անհավատների մեջ էլ հետաքրքրություն կա, թիժ բանը հավատքը, ինչ է խոսում այդ հավատացյալները։ Հիմա ես իմ ընկերներից ես նստել եմ ու շատի լսում եմ, ընդ չեմ էլ հիշում թե եղբայրները ինչ են խոսում, ինչ երգեր են երգում,
բայց Աստվածաշնչից գիտեմ, որ Սուրբ Հոգի կա։ Ու հետաքրքիր է, այդ պաշտամունքի ժամանակ մեկ էլ զգացի Սուրբ Հոգին մոտեցավ ինձի, որ ինքը մոտեցավ ինձի, հասավ էս իմ գլխի էս հատվածը, ինձի մի անգամից միտք տվեց, ասեց, ես այն Սուրբ Հոգին եմ, որի մասին դու Աստվածաշնչում կարդում ես։ Ես զգում եմ իր զորությունը ու ներկայությունը, հետո կամաց սենց ինքը մոտիկանում է ինձի, երբ որ հասավ ես իմ սրտի կողմը, ժողովուրդ ջան, իմ սրտի մեջ դատարկություն կար, փնտրտուք կար, մի տեսակ ինչ ասեմ, ձանձրությունը, հոգնություն կար ես աշխարհից, սենց կյանքը ոնց որ անիմաստ էր, ու իմ հոգու աշխարհը փնտրում է ինչ որ մեկին։ Երբ որ այդ Սուրբ Հոգու ներկայությունը լցվեց իմ սրտի մեջ, նույն վայրկյանին ինձի հայտնություն եղավ, որ էս էր այն, ինչը որ դու փնտրում էիր։ Հիմա այդ սրտիս մեջի ուրախությունը, խաղաղությունը, որ ես վայելում եմ, ես չեմ ուզում իմ ընկերների հետ խոսամ, որ հանկարծ այդ ներկայությունը ինձանից չհեռանա։ Հետո որ որոշ ժամանակ անցավ, ես կարդացի ֆիզիկոս Նյուտոնի մասին, Նյուտոնը ինքն էլ էր համոզվել, Աստված իրան էլ էր բացել, որ մարդի սրտի մեջ մի հատ անսահման դատարկություն կա, էդի ոչ մի բանով մարդը չի կարա լսի, էդի Աստծո տեղն է ու Աստծո ներկայությունը միայն կարա է դատարկությունը լսի, թող իր անունը փառավորվի։ Հիմա իմ սիրտը քթել է իր Տիրոջը, սրտիդ մեջ ինչ տանես, դնես չի հանգստանա։ Երեխա, մարդ, կին, փող, ունեցված աշխարհի ցանկություններ, սիրտը տանջվելու, տառապելու է, սիրտը միայն ուրախանում, հանգստանում այն ժամանակ, երբ որ ինքը իր Տիրոջն է քննվում, իր հոգու սիրեկանին է գտնում, թող իր անունը փառավորվի։ Հիմա հավաքույթը վերջացավ, հելել են դուրս, ես իմ ընկերներիս ես պատմում եմ, գիտեք, Սուրբ Հոգին էր ինձ այցել է, Սուրբ Հոգին էր ինձ մոտեցել, ես չգիտեմ, իրանք իշտալով հասկացան, թե չէ, բայց անցավ որոշ ժամանակ, իշքան որ նստում էի գիր կարդալու, Տիրոջ ներկայությունը գալիս էր իմ մոտ։ Որոշ ժամանակ հետո ասես Խաչիկ, պետք է հավատացյալ դառնաս, ես ասի ඒ ժամանակ հավատացյալների ծաղրում, անարգում էին մի տեսակ հավատացյալ դառնալը, ես չգիտեմ, դժվար էր, ասեց, եթե հավատացյալ չդառնաս, ես քեզի կթողեմ ու գիտես քո վերջը ինչ ա լինելու, ասեց դու ընտրի։ Ինձի բերեց մի հատ վերջնական ընտրության առաջ, ասեց դու ընտրի, դու որոշի։ Ես էլ նստած սկսեցի լուրջ մտածել, ասի, եթե ես աշխարհի մեջ հասնեմ ինչ-որ փառքերի, ունեցվածքի, չգիտեմ, հարստության, իմ հոգուս մեջ դատարկություն, տանջանք ունենամ, հետո որ մեռակ եթամ դժոխ, այդքան բան Աստված բացել էր ինձի։ Բայց երբ որ հավատացյալ դառնամ, այստեղ կարող է ծաղրեն ինձի, անարգեն ինձի, դժվարությունները լինի, բայց իմ սրտի մեջ ես կապրեմ Տիրոջ հետ, հետո որ եկավ ժամանակը, ես երկինք կգնամ, ես փրկություն կունենամ, ասի ես վաղվանից հավատացյալ եմ դառնում։ Գնաց այդ մեր գյուղի պատասխանատու եղբոր մոտ ասի եղբայր ջան, ուզում եմ պաշտամունքների հետ ինքը զարմացավ, բայց ամաչում եմ գյուղում գամ, Երևան մի հատ հասետուր հետ Երևան հավաքույթների։ Ինքն էլ ասեց, հա Երևան, ստեղ երիտասարդական բան, ասեց Խաչիկ, ինքը մի հատ մեծ օրինակ բերեց, ասեց Խաչիկ, ասեց ամառը, երբ որ գիշերվա ընթացքում միտեղ լույս ա վառում, Թիթերը գնում ու այդ լույսի կողերը սենց ուրախությունից թռնում ա, որովհետև ինքը սիրում է այդ լույսը։ Հիսուս ասեց, ով որ լույսն ա սիրում, ինքը գալիս ա լույսին, սիրելի քույրեր, եղբայրներ։ Գնացինք իրար հետ իրանստուն, իրար հետ հետո վերջում աղոտ արեցինք, Աստված այդ աղոթը ինձանից վերցրեց։ Ու ես հաջորդ հավաքույթին գնացի հավաքույթի, երևի չգիտեմ մի քանի րոպեում ժամում այդ լրիվ գյուղը իմացա, որ ես դարձել եմ հավատացյալ։ Իշքան բարեկամ ունեին, իշքան ընկեր, իշքան շրջապատ, լրիվ դարձան ինձի թշնամի ու սկսեցին ինձի հալածել, բայց ամենաուժեղ հալածողը իմ ծնողն էր, իմ հետն էր, ժողովուրդ ջան։
Եթե Աստված մի քիչ էլ իր սիրտը թույլ տար, որ կարծրանար, ինքը կսպաներ ինձ էլ իմ մորն էլ։ Մի անգամ խփեց իմ մորը քսես գետի, լապատկեն առավ ուզում էր այդ պահով խփել իմ մորը, չգիտեմ, հասանք իր ձեռից առանք։ Մամաս էլ էր հավատքի մեջ փառք Աստծո, ինքը տենց շատ սիրում էր Տիրոջը, շատ աղոթքա սեր էր, սիրելի ծնողներ։ Գիշեր ցերեկ լացու ողքում էր իր երեխեքի համար։ Մենք 4 երեխա ենք, 2 աղբեր, 2 քույր, լրիվս էլ հավատքի մեջ են։ Տիրոջ անունը թող փառավորվի։ Ուղղակի մեր նոր աղոթների շնորհիվ, որ Հիսուս ասեց. Երուսաղեմի մայրեր, լացեք ձեր ու ձեր որդիների համար։ Ինները այդ բանի մեջ էր, այդ աղոթքի կյանքի մեջ էր։ Ու փառք Աստծո, Տիրոջ անունը թող օրհնյալ լինի։ Ես չէի ուզում ամուսնանալ։ Երևի 20 քանի տարեկանից եկել եմ հավատքի, արդեն դարձել եմ 37 տարեկան, 37։ Մի անգամ ինձ Աստված ասեց, դու ինչ գիտես, երկինքը քո համար ինչ է որոշել, պետք է ամուսնանաս թե առանց ամուսնանալ մնաս։ Ասի Տեր Աստված, դու իմ հայրն ես, դու ավելի լավ գիտես, ինձի որն է ավելի հոգևոր օգուտ ու օգտակար։ Ինձ համոզեց, ասեց դու պետք է ամուսնանաս։ Ասի լավ, ես ամուսնանամ, բայց ում հետ ամուսնանամ, ո՞նց ամուսնանամ, գիտեի թե ընտրություն կատարել այնքան հեշտ պետք է լինի։ Բայց փառք Աստծո, Աստված հաջողեց այդ ճանապարհը Արտաշատից կինս էստեղ է, Պետրոնի քույրիկը Այգեստան գյուղից Իմի առաջարկություն եմ արի, այնտեղի եղբայրները չեն համաձայնվում։ Այդպես ոնց որ ասած չեն ուզում այդ տարածքից բան, քույրիկին իրաց տարածքից բանալի, բայց Աստված իրան սրտերը փոխեց։ Յուղի պատասխանատուն էլ որ գնացինք հարցում անելու, ինձ քննություն վերցրեց։ Թե ինչ ես եկել մեր գյուղ, քան տարեկան ես, վերջը։ Կողմնակի եկամուտ Ժողովուրդ ջան, 37 տարեկան ամուսնացել եմ, փառք Աստծո, ունենք 8 երեխա, 4 տղա, 4 աղջիկ։ Հապով եկար թվի սաղից ամուսը։ Ուշացել եք աստել ու աստել։ Մեր հոգու մեջ, մեր տան մեջ, մենք վայելում ենք Աստծո սերը խաղաղությունը, որպես մարդ լրիվս էլ ունենք թերություն, պակասություններ, բայց Հիսուսը օրհնում է մեզ էլ, մեր ընտանիքն էլ, ու մենք ապրում ենք իր խաղաղության, ուրախության մեջ, Տիրոջն ենք պաշտում ու երկրպագում ու իրան ենք փառավորում։ Փոքր աղջիկ ունենք 2 տարեկան է։ Ամեն օր իր բերանի խոսքը, այսօր եթանք պաշտամունքի, ուրեմն այդ վերջեր Աստված ասեց, տես, այդ լրիվ երեխեքից ամենափոքրի մեջ է փափագը, Աստծո տուն գնալու, բայց մեծերը տես բան չեն ասում, այդքան պաշտամունքի, ու հիշասեց ինձ Տիրոջ խոսքը, որ մինչև դարձի չգաք, այդ երեխեքին չնմանվեք, երկնքի արքայություն չեք մտնում, սիրելի քույրեր եղբայրներ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի, Տերը թող զորացնի մեզ բոլորիս, Աստված թող օգնի մեզի, ձեզ էլ, ձեր ընտանիքներն էլ, ժողովուրդ ջան, մի նայեք դուք երևույթին, դու մի նայի քո ներսին, մի նայի քո ընտանիքին, դու հավատա, որ այն Աստծուն, որ պաշտում ես, ինքը քեզի սիրում է, ու պատրաստ է մեր բոլորիս կյանքում էլ անել իր հրաշքները, ու իր փառքը ցույց տալ մեր կյանքում, իր անվան, իր փառքի համար, սիրելի ժողովուրդ, Տիրոջ անունը թող օրհնյալ լինի, ամեն բանի համար փառք Աստծո, Տերը թող զորացնի մեզի։ Կուզեմ, որ ինչի համար աղոթք անենք, խնդրենք Տիրոջը, թող Տերը այցելի մեզի, ու ամեն մեկս Տիրոջ հետ հաղորդակցություն ունենանք, քեզի հավատքի մեջ պահողը միայն Աստծո սերը իր ներկայություն առնելու, քեզի ոչ մեկ չի կարա հավատքի մեջ պահի, սիրելի քույր, սիրելի եղբայր, բայց երբ որ քո հոգին հանդիպել է Աստծո հետ, կյանքի Աստծո հետ, իմացի, որ այդ կյանքի քաղցրությունն է քեզի պահելու։ Եղել են մեծահարուստ երեխեք, եղել են թագավորներ, իշխանավորներ, իրանք որ ճաշակել են Տիրոջ սերը, իրանք համաձայնվել են իրանց գլուխը դնեն Հիսուսի ոտքերի տակ, բայց չկորցնեն իրանք Տիրոջ
ներկայությունը, սիրելի ժողովուրդ, ինչն է իրանց ստիպե, իրանց ստիպել է աստվածային կյանքի քաղցրությունը իրանց ստիպե, թող իր անունը օրհնյալ լինի, Տիրոջ անունը թող փառավորվի, ժողովուրդ ջան, Աստված ուզում է Հիսուսը իր սերը մեզի հայտնի, իր սերը մեզի բացի, որովհետև առանց այդ սիրո ամեն բան իզուր է, հավաքույթի գալը, խոսալը, երգելը, աղոտ կանելը, ամեն բան առանց Աստծո սիրո իզուր է։ Աստված մեզի սիրելով իր սերն տվել մեզ իր սուրբ հոգու միջոցով, ուզում է որ այդ սերը մեր սրտերի մեջ կատարյալ լինի, ու մենք էլ այդ սիրո վկաները դառնանք, ու ամենտեղ վկայենք ու պատմենք, որ Աստված սիրում է մարդուն, ու հանուն մեր սիրո իր ամենաթանկն է տվել իմ ու քո համար, իսկ Հիսուսը ամեն բանը մեզի պարգևել, ոչ մի բանի պակասություն չի թողել, միայն մենք պետք է հավատանք ու հավատքի մեջ ավելի ամուր ու հաստատուն մնանք մինչև վերջ, ու ինքը խոստացել է շուտով գալու է իրան սպասողների համար, ամեն վայրկյան մեր հոգին պետք է սպասի մեր Տիրոջը, ամեն րոպե, ամեն ժամ, գիշեր ու ցերեկ, մեր հոգին պետք է սպասի մեր Տիրոջը, որովհետև ինքը շուտով գալու է, հանկարծակի է գալու, սիրելի երանի նրան, որ գալու ժամանակ իրան արթուն կգտնի ու պատրաստ կգտնի, ու երանի են հավատացյալին, երբ որ մենք կկանգնենք Տիրոջ առաջ, գիտեք ինչ ենք ուզում լսենք, որ պետք է ասի, ապրես բարի հավատարիմ իմ ծառա, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ, քույրիկներին պետք է ասի ապրես բարի ու հավատարիմ իմ աղջիկ, մտիր քո Աստծո ուրախության մեջ, հանգստի մեջ, նույնպես էլ եղբայրներին, Տիրոջ անունը թող օրհնյալ լինի, մենք դրա համար ենք եկել հավատքի, եկել ենք երկին գնալու, մեր տունը ընդեղ է, մեր քաղաքը, մեր հայրենիքը ընդեղն է, մեր հարազատները ընդեղ են, մեր աչքերը ընդեղ են նայում, Մովսեսը երկրի վրա էր, բայց ինքը տերում էր երկնային քաղաքը, որ Աստված պատրաստել է իր սուրբերի համար, ինչով էր տենում, հավատքի հոգու աչքերով էր տենում են երկնային քաղաքը, դրա համար այս երկրի վրայի ամեն բան իր համար աղբեր, չգնաց հարստության հետևից, չգնաց մեղքի զվարճությունների հետևից, ասում է ավելի աղեկ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը, ավելի մեծ հարստություն համարեց Քրիստոսի նախատինքը, որովհետև ասում է ինքը անտեսանելին տեսնում է, թող իր անունը օրհնյալ լինի, տեսնում էր ինքը Տիրոջը, Դավիթը ասում է ամեն ժամանակ ես Տիրոջն եմ տենում, ինքը իմ աջ կողքին է, դրա համար ես չեմ սասանվելու, իմ բերան ասում է խնդած ու իմ լեզուն ցնցած, թող իր անունը օրհնյալ լինի, սիրելի քույրեր, եղբայրներ, թող բացվի մեր հոգու աչքերը, Աստված թող տա մեզ այդ աչքերը, Տիրոջը տեսնելու, աներևույթը տեսնելու, հավիտենականը տեսնելու, ինչ ասեմ, այս աշխարհին նայելու ունենք ոնց որ չենք տեսնում, լսելու ունենք ոնց որ չենք լսում, մեր ականջերը Տիրոջ ձայնին ու մեր աչքերը, մեր հավատքի առաջնորդին թող ուղղված լինի, ու մեր սիրտը, մեր հոգին միայն իրան փափագի ու իրան սպասի, Տիրոջ անունը թող փառավորվի, ժողովուրդ ջան, Աստված ասում է, այսօր ընդունելի ժամանակը, այսօր փրկության օրը, մենք պետք է չուշացնենք, դու ես քո ընտրությունը կատարողը, դու ես քո որոշումը անողը, մի հատ եղբայր քարոզի ժամանակ խոսում ասում է ժողովուրդ, մենք մեր սիրտը պետք է Տիրոջը տանք, վերջում մոտիկան մի հատ երիտասարդ աղջիկ այդպես լաց ելնելով ասում է ես չեմ կարող իմ սիրտը Հիսուսին տան, ես իմ սիրտը տվել եմ մի հատ երիտասարդ տղու, ասում է աղջիկ ջան, ասում է դու իրավունք չունես քո սիրտը ինչ որ երիտասարդ տղու տալու հետ, քո սիրտը Տիրոջն է պատկանում, ուրիշ ոչ մեկին չի պատկանում, դու փոխի քո որոշումը, քո սիրտը տուր Հիսուսին, ասում է չէ ես չեմ կարող, ես իմ սիրտը տվել եմ իրան, ուտեից հեռանում է, ասում է հաջորդ օրը եկան այդ եղբայրը պատմեցին, թե ավտովթար է տեղի ունեցել, ու այդ ավտովթարից մի հատ երիտասարդ աղջիկ է մահացել, ասում է այդ այն աղջիկն էր, որ երեք ինքը Հիսուսին մերժեց, մյուս օրը իր կյանքը վերջացավ, ժողովուրդ ջան, Աստված ինքն է մեր կյանքի Տերը, ու մենք չենք որոշողը, թե երբ պետք է ապաշխարենք, երբ պետք է դառնանք, Աստված ասում է այսօր ընդունելի ժամանակը, այսօր փրկության օրը, Տերը թող օգնի մեզի, Աստված թող զորացնի մեզ բոլորիս էլ,
որ մենք մեր սրտերից մերժենք մեղքը, աշխարհը, ինչը որ կա մեր սրտի մեջ, օտար ու անմաքուր, ու Հիսուսին ասենք, Հիսուս ջան, ես ուզում եմ, որ դու իմ սրտի Տերն ու Թագավորը ըլնես, ես իմ սիրտը տալիս եմ քեզի, ու ես ուզում եմ, որ իմ սրտի Տերն ու Թագավորը դու ըլնես, ու քո Սուրբ Ոգին թող ինձ կառավարի ու առաջնորդի մեր կյանքի բոլոր օրերի մեջ ու պատրաստի մեր Տիրոջը դիմավորելու, Տիրոջ անունը թող փառավորվի։ Աղոթքով գանք Տիրոջ առաջ, ժողովուրդ ջան։ Ուզում ենք ուղինես մեր հոգում, որից նու պարվեր, արացեք այս յանքում, Իսուս արկա, իչի կոնցորության, հերիվեր, հակավորա, հակավորա, ուրախություն է քեզ հետ այլելը, երանություն է քեզ հետ ապրելը, Իսուս արկա, պատրաստի քո հաշիվ, որ տանես նրան թող երկնային, ուրախություն է քեզ հետ այլելը, երանություն է քեզ հետ ապրելը, Իսուս արկա, պատրաստի քո հաշիվ, որ տանես նրան թող երկնային,
Ժամանակ մարդը պիարեթե բաշթողի, բաշթողի։ Դա նման այն ավազանին, հիշում եք ավազանի քով հավաքվել էին հիվանդներ։ Սպասում էին, որ այդ ջուրը հենց խառնվեր, իրանք գցեին բժշկեին, չէ՞։ Դրան կարծես նման այդ օրդությունից պետք է օգտվես։ Բաշթող է օրդությունը։ Հարտիրոջը մտնենք այ հոգու մեջ ճաշակենք իրան մեկ այ ժամանակներ թրջել են գնաց ստեից երակտի գնաց գիտեմ ինչ որ մի բանով զբաղվես բայց ես պայն կարող եմ մի րոպեվա մեջ այնպեսի մի բան առնես ամբողջ կյանքդ տեսով Հարտիրոջը համբերատար լինենք եկայնամիտ լինենք խփենք իրար համար ծեր մեր մեջա ինքը իրոք առաջնորդում է ինքը վերցնում է ամբողջ իր ձեռքը որ տրվում ենք հոգում եղբայրները զգում են հոգին սաղկցում է տեղը չէ Խոսքը երգ ամեն ինչ իր տեղին ժամանակին զարմանում են, ամեն մեկ իրանց վրա զարմանում են, որ Աստված քո հետ գործում է։ Դու օգտակար ես լինում իրոք ժողովրդին, ամեն մեկս օգտակար լինենք, ծառայենք Տիրոջը, շուտով Տերը կգա մեզ կտանի, կպրծնենք ամեն դժվարությունից, Տիրոջը մեր սիրելի քույրիկներն էլ կեկեն, այստեղ ծառայում են, չէ՞ երկով։ Տիրոջը։ 954 Oh,
Սրտանց ասենք փառք Աստծուն սիրելի եղբայրներ քույրեր, շնորհակալ ենք, որ Աստված այսօր կամեցավ ձեր մեջ գտնվել։ Փառք Տիրոջը, Տերը այստեղ ներկա է, երախոսքի համեմատ մենք հավատացյալներ ենք, պետք է հավատանք, որ Տերը ինքը ներկա է այստեղ, որովհետև ասաց, ես նախ ամեն օր ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, հետո իմ անունով, ովքեր երկուսից ավել միաբան մեկտեղ գտնվեն, ես այնտեղ նրանց մեջ ներկա եմ։ Փառավորվի իր անունը, որովհետև մենք վայելում ենք նրա ներկայությունը, փառավորում ենք նրան, որովհետև նա այստեղ է։ Եվ ոչ միայն այս դահլիճի մեջ, այլ նաև այստեղ շատերի սրտի մեջ է նա, որովհետև նա եկել է բնակվելու մեր մեջ, քայլելու մեզ հետ այս աշխարհի վրա եւ մեզ հավիտենական ուրեմն մխիթարություն տալու եւ հավիտենական կյանքի համար պատրաստելու։ Փառք Տիրոջը, շնորհակալ ենք։ Ես մի քանի համարներ պիտի ընթերցեմ ուրեմն հոգևոր բժշկության վերաբերյալ Աստված թող օրհնի մեզ, որպեսզի մենք կարողանանք իրոք հոգևորապես բժշկություն ունենանք։ Աստված սիրում է մեղավորին եւ մեղքը դիտարկում է որպես հիվանդություն, իսկ մեղավորին որպես հիվանդ։ Մարդը այդպես չի դիտարկում, բայց Աստված դիտարկում է մեղավորին որպես հիվանդի եւ մեղքը որպես հիվանդության։ Եվ նա եկել է մեր հիվանդությունները բժշկելու, մեր ցավերը վերցնելու։ Աստծո նպատակը նույնն է հավիտյան։ Հավիտենական դարերից առաջ, որ Աստված ստեղծեց հրաշալի Եդեմիական այգին, եւ Աստված ստեղծեց մարդուն, եւ այն ստեղծեց մարդու կողից վերցրեց, նրա նպատակն էր, որ իր ստեղծած մարդը վայելեր իր ներկայությունը ձրիաբար, վայելեր այդ դրախտի փառավոր այդ վայրը ձրիաբար, եւ Աստծո ներկայության մեջ լիներ մարդը, իր ստեղծած մարդը։ Բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, վրիպեցին Ադամն ու Եվան եւ վտարվեցին Աստծո երեսից, որովհետեւ Աստծուն անազանվելով մեղանչեցին, բայց Աստծո ծրագիրը նույնն է հավիտյան։ Նորից այդ ադամորդիներից իր ներկայության մեջ վերադարձնելու ինքը ծրագիր կազմեց։ Իր միածին որդին, թանկագին որդին ուղարկելով աշխարհ, որպեսզի նրա միջոցով մենք հավատանք եւ հավատալով արդարանանք արդարի հետ հավիտյան բնակվելու։ Ես Մատթեոսի ավետարանից պիտի կարդամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մեսիան ինքը ուրեմն Հրեաստանի մեջ շրջել եւ ուրեմն ամեն ցավ, ամեն հիվանդություն բժշկել եւ ամեն անհավատություն բժշկել, որովհետեւ բուն մեղքը դա անհավատությունն է։ Բուն մեղքը անհավատությունն է։ Աստված չի մեղադրում, որ մենք մեղավոր ենք ծնվել կամ մեղքեր ենք գործել,
Ընդհակառակ նա եկել է մեր մեղքերը վերցնելու, եկել է մեզ բժշկելու եւ մեզ ուրեմն հավիտենական խիթարություն տալու։ Մատթեոսի ավետարանի ուրեմն 8-րդ գլխի 10-րդ խոսքից եմ կարդում։ Նրան հաճախակի են հրավիրում եւ հաճախակի նա գնում էր մարդկանց տուն խոսելու, որովհետեւ նրա նպատակն էր արքայության ավետարանը քարոզելու։ Տունը սեղան նստած ատենը 10-րդ խոսքից եմ կարդում 8-10-ից։ Ահա ուրիշ շատ մաքսավորներ եւ մեղավորներ եկան եւ սեղան նստած էին Հիսուսի եւ անոր աշակերտների հետ։ Փարիսեցիները երբ տեսան ասին անոր աշակերտներուն. ինչու ձեր վարդապետը մաքսավորների եւ մեղավորների հետ կուտե։ Որովհետեւ փարիսեցիները այն ժամանակ մաքսավորների եւ մեղավորների հետ չէին շփվում անգամ, չէին բարևում, նրանց համարելով մեղավոր, պիղծ, իսկ իրենց արդար։ Հիսուսը երբ լսեց սա անոնց, առողջներին բժիշկ պետք չէ, հապա հիվանդներին։ Առողջներին բժիշկ պետք չէ, հապա հիվանդներին։ Նա եկել է մեր հիվանդությունները բժշկելու, մեր ցավերը վերցնելու։ Եղբայրներ, քույրեր, շնորհակալ ենք Տիրոջից։ Կան հիվանդություններ, որ ընդհանրապես բժիշկները դրանց մասին գաղափար չունեն եւ չեն կարող բժշկել։ Տերը թող օգնի, ես ուրեմն մի տեղից էլ պիտի կարդամ, որ ես սկզբից էլ ասեցի, որ ամենամեծ ուրեմն դա մեղքը, դա անհավատությունն է։ Եվ սա գրված է Ովսեի մարգարեության 14-րդ գլխի 4-րդ խոսքը։ Ովսեի մարգարեություն 14:4։ Անոնց անհավատությունը պիտի բժշկեմ եւ զանոնք հոժարությամբ պիտի սիրեմ։ Անոնց անհավատությունը պիտի բժշկեմ եւ զանոնք հոժարությամբ պիտի սիրեմ։ Այո, որովհետեւ Աստված սեր է ինքը։ Եվ իր սերը արտահայտեց իր միածին որդին տալով։ Քանզի իմ բարկությունս անոնց մե վերցվեցավ։ Այո, երբ որ մենք մարդկանց սիրում ենք, մարդկանց վրա չենք կարող բարձրանալ կամ բարկանալ։ Այդ տեսեք մենք որ ուշադրություն ենք դարձնում այս բնությանը, այս հրաշալի մոլորակին, ուրեմն բուսականությանը, թռչուններին, կենդանիներին, ամեն բան տեսնում ենք, որ Աստված ստեղծել է միայն ու միայն մարդու համար։ Աստված մեղավորին սիրում է, բայց մեղքը չի սիրում, որովհետև մեղքը զատում է մարդ Աստված։ Եվ մեղքն էր, որ մեզ ուրեմն վտարեց Աստծո երեսից։ Եվ Տերը թող օգնի, ասում է անոնց անհավատությունը պիտի բժշկեմ եւ զանոնք հոժարությամբ պիտի սիրեմ, քանզի իմ բարկությունս անոնց մե վերցվեցավ։ Ես հիշեցի մի դեպք, ուրեմն ես 90 թվականին ենք ապաշխարել խրճի ազատություն որ տրվեց, կազմակերպեցինք ուրեմն մամիկուն եղբոր հետ միասին եկանք մեր ակումբը ոնց որ Խաչիկ եղբայրը վկայեց, այդպես պաշտպանում կարեցինք եւ այդ օրվանից սկսվեց թերևս մեր գյուղում եւ մենք ոչ գյուղից ենք աշտարակի շրջանի մեր գյուղում դեռ 70-ական թվականներից դեռ դրանից առաջ էլ եղել է հավատք մեր հավատք ավետարանի հավատքի քրիստոնյաների հավատք եղել է բայց արտոնությունը հիմնականում մեր գյուղում մեր տարածքում սկսվեց 90-ական թվականին եւ սկսեցինք պաշտամունքներ անել վերջում ամիկոն եղբայրը հայտարարեց ասեց ով ուզում որ իրանց տունը պաշտամունք անենք ասի ես եմ ուզում որ իմ տանը պաշտամունք լինի եւ այդպես սկսվեց վերապաշխարությունը ուրեմն պաշտամունքները սկսվեց Շուշիկ քույրիկը Սամվելի մաման մեզանից առաջ էր ապաշխարում ինքը իրանց մի հատ հարևանուհի ունեն ինքը ուրեմն շատ տենց աշխուժքին էր ռուսերեն երևի ես բառը հարմար կգտնի կներեք բայևիկ են ասում բայևիկ մի օր ծեծելուց պրծել եմ իրաց երից որ դիծեցեր Շուշիկ քույրիկը որ ասում էր իրա շուտով դերը գալու է ախա հավատա ապաշխարի ասում էր Շուշիկ գելը քո հանգարց քո Հիսուսը ոչ եկա մազերդ գլխիցդ փոկելու է վերջը ուրեմն նստած ենք պաշտամունքի ենք Սամվելենց տուն մեկ էլ տեսանք ուրեմն Իրան իրանց հարևանությամբ ապրում մեկ էլ տեսանք Իրան եկավ մի ուշադրությանս կենտրոնում Իրան այլի որ տենանք ինչ արձագանք կտա որովհետև ինքը եկել է այսպես ասած ոնց ոչ թե ապաշխարելու նպատակով մի հատ տենաստեղի չեն անում ոնց է ինչ կա վերջը խոսքը որ վերջացավ խոսքից հետո ուրեմն աղոտ կարեցինք
Էլ ուշադրությանս կենտրոնը Իրանա։ Տեսնեմ ինչ արձագանք կտա։ Մեկ էլ տեսա Իրայի դեմքը փոխված է։ Աղոթքից հետո ասեց Անդրանիկ եղբայր ասեց գիտես ինչ տեսա ասի ինչ տեսա երակույրիկ ասեց Հիսուսին տեսա խաչի վրա խաչված եւ արյունով այսպես արյունը հոսում էր Աստված գիտի մարդկանց ուրեմն անհավատությունը բժշկել որովհետեւ այդ պահից ի վեր սկսած Իրան սկսեց ապաշխարել դարձի գալ մի հատ խոնար հեզ սիրող մի հատ քույրիկ դարձավ թող իր անունը փառավորվի եւ այստեղ էլ մեզ յուրաքանչյուրիս ինքն է բժշկել սիրելներ որովհետեւ ինքը գիտի մարդու դժվարությունը գիտի մարդու հոգսը ինքը գիտի մարդուն ինչ է անհրաժեշտ եւ դրա համար էլ ինքը միջոցներ ստեղծեց Իրային վերստին ծնելու վերադարձնելու եւ Իրան բնականաբար բանարեց նա ապաշխարեց ջրով մկրտվեց եւ ուրեմն բայց ցավոք սրտի հիվանդությունով հիվանդացավ եւ հա դեր շուտ տարավ պատրաստ էր մենք սենց ենք հավատում որ Տերը պատրաստեց սրբեց մաքրեց նորոգեց եւ երկինքի արքայության արժանի մի զավակ ուրեմն արեց եւ տեղափոխեց իր ներկայության մեջ ուրեմն Եզեկիելի մարգարեության մեջ 34-րդ գլխի 16-րդ խոսքը Եզեկիել 34-16 Կոտրածը պիտի փնտրեմ Որսված ներողություն պիտի փնտրեմ մոլորվածը պիտի դարձնեմ եւ կոտրածը պիտի փաթաթեմ ու հիվանդը պիտի առողջացնեմ բայց պարարտն ու զորավորը պիտի պահեմ զանոնք իրավունքով պիտի արածեմ ուրեմն Տերը եկել է կորցվածը փնտրելու մոլորվածը դարձնելու օրացը կոտրածը փաթաթելու եւ իրոք սիրելի հավատակից եղբայր քույրեր այս բժշկությունը մեր յուրաքանչյուրի վրա եղել է որովհետեւ մենք էլ կորցված ենք եղել մենք էլ հիվանդ ենք եղել մենք էլ Աստծո երեսից լքված ենք եղել բայց Աստված անտես անելով մեր մեղքերը անտես անելով մեր բոլոր ուրեմն հակառակությունները ինքը իր սիրով ջնջեց ամեն բան Դերը թող օգնի նաև Երեմիայի մարգարեության ուրեմն 17-րդ գլխի ուրեմն 14-րդ խոսքից պիտի կարդամ Երեմիայի մարգարեության 17-14 Ով Տեր զիս բժշկե եւ պիտի բժշկվեմ զիս փրկե եւ պիտի փրկվեմ վասնզի իմ բարձանքս դու ես այո մենք բժշկված ենք հոգով կան հիվանդություններ որ ընդհանրապես բժիշկները գաղափար չունեն դրա մասին բայց ամենամեծ հիվանդությունը նաև անհավատությունն է որ ինչի մասին ես ասեցի նախանձը ատելությունը չէ դատելը բամփասանքը խանդը ես հիշեցի մի հատ եղբայր ունենք ուրեմն ինքը այնպեսի խանդի ոգով էր բռնված մինչև ապաշխարելը ուրեմն իրանք քաղաքում են բնակվում իրանց պատուհանը նայում է դիմացի շենքի պատուհաններին այդ խանդից ուրեմն բռնում են պատուհանը փակում է որ հանգարց ուրիշի տղամարդ իր կնոջը չտեսնի Տերը թող օգնի եւ տարիներ հետո եղբորս Տերը բժշկեց այդ խանդի ուրեմն ոգուց Փառավորվի իր անունը սիրելներ մենք էլ ենք խանդոտել մենք էլ ենք անհավատ եղել մենք էլ ենք նախանձ եղել մենք էլ ենք ուրեմն ամեն տեսակի հոգեվոր հիվանդություններով ուրեմն լեցված ենք եղել բայց Աստված մեզ բժշկել է փառք իրան ասենք սիրելներ ուրեմն նաև բժշկության հետ կապված քաչ հայտնի մեզ ծանոթ տեղ Եսայի մարգարեության 53-րդ գլխի ուրեմն 4-րդ խոսքից պիտի կարդամ Եսայի մարգարեության 53-4-րդ խոսք Իրավցնե անիկա մեր ցավերը վերցրեց եւ մեր վշտերը իր վրա առավ մենք զանիկա վիավորված աստուծո մեզ զարնված շարիքի հանդիպած ծեփեցինք բայց անիկա մեր մեղքերու համար վիավորվեցավ մեր անօրենությունների համար ծեծվեցավ մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ եւ անոր վերքերով մենք բժշկվեցանք փառք Տիրոջը այո նրա վերքերով մենք բժշկված ենք այսօր
Որովհետև այդ վերքերի մեջ զորություն կա, նրա արյան մեջ զորություն կա մեզ սրբելու, մաքրելու։ Քանզի իր անձը մահվան մատնեց, արդեն կարդում եմ 12-րդ խոսքից, քանզի իր անձը մահվան մատնեց, հանցավորների հետ սեպվեցավ, շատերի մեղքերը վերցրեց եւ հանցավորներու համար միջնորդություն հրավ։ Փառք Տիրոջը։ Այո, նորից եմ կրկնում անդրադառնալով այն առաջին մտքին, որ Տերը մեղավորին նայում է որպես հիվանդի եւ մեղքին որպես հիվանդության։ Նա չի եկե մեր ուրեմն մեզի դատելու։ Հովանու ավետարանում ասում է, նա չեկավ մեզ դատելու, չէ, որովհետև եկավ մեզ փրկելու։ Ով որ հավատա չի դատապարտվի, ով որ չհավատա արդեն իսկ դատապարտված է։ Տերը թող օգնի, մեկ համար էլ կկարդամ չերկարացնելով։ Ուրեմն սա գրված է Սաղմոս 32-րդ խոսք։ Ով իմ Տեր Աստված, քեզի օգնության կանչեցի։ Այստեղ ով Տիրոջը չի կանչի օգնության, որովհետև նա է մեր օգնականը, մեր դժվարությունների մեջ, մեր բոլոր խնդիրների մեջ, մեր բոլոր անլուծելի հարցերի մեջ, ուրեմն մենք Տիրոջն ենք կանչում։ Ով իմ Տեր Աստված, քեզի օգնության կանչեցի, ուզիս բժշկեցիր։ Ով Տեր իմ անձս գերեզմանե հանեցիր, գուբե իջնողների մեջ են ուզիս ապրեցուցիր։ Ինչքան այս խոսքը ես կարդում եմ, այս համարը կարդում եմ, ուրեմն հիշում եմ, ես մինչև իմ ապաշխարելը երազներ էի տեսնում, երազիս մեջ ման էի գալիս, ուրեմն անցկեր էր սենց, անդունդներ, անցկեր, այդ անդունդը անտակ էր, և ես անդունդի եզրով ես այսպես ման էի գալիս։ Եթե մի հատ քամի լիներ, ես որ ընկնեի այդ անդունդի մեջ, այլևս չէի կարող վեր կենալ։ Երբ որ այս համարը ինձ հանդիպեց, ես հիշեցի իմ երազը։ Ով Տեր իմ անձս գերեզմանեն հանեցիր եւ գուբ իջնողների մեջ են զիս ապրեցուցիր։ Փառավորվի Տիրոջ անունը։ Շնորհակալ ենք։ Եվ այդ անդունդի մեջ էինք, այդ ճանապարհի մեջ էինք, որտեղ նա տանում էր դեպի կորուստ, դեպի հավիտենական, ուրեմն Աստծո հետ բաժանվելու, որովհետև Աստված ինքը մեղավորին սիրում է եւ մեղավորին ձեռնատու լինելով ինքը ուզում է մեզ ապրեցնել, ուզում է մեզ փառավորել։ Այո, Խաչիկ եղբայրն ասեց, երանի կլինեն, որ մենք այն ժամանակ մեր ականջներին հնչի, արի բարի հավատարիմ ծառա, մտիր քո հորդ ուրախության մեջ։ Տերը թող օգնի։ Աստված բոլոր դարերի մեջ ինքը նույն ծրագիր ունի, մարդուն վերադարձնելու իր ներկայության մեջ, մարդուն վերափոխելով, վերածնելով։ Հիշում եք Նիկոդիմոսը որ եկավ գիշերով Հիսուսին այցելելու, դե գիշերով ինչի եկավ, որովհետև այն ժամանակ ովքեր Հիսուսին դավանում էին, նամանավանդ ինքը կրոնավոր էր եւ այդ խմբի մեջ էր, փարիսեցիների գլխավորների մեջ էր, գիշերով եկավ եւ Տերը ասեց նրան, մինչև վերստին չծնվես, երկինքի արքայությունը չես մտնի։ Փառք Տիրոջը, որ այստեղ մենք շատերս վերստին ծնված ենք, Սուրբ Հոգով մկրտված, շրով մկրտված, վայելում ենք Աստծո ներկայությունը, ապրում ենք երկրի վրա այն հավիտենական կյանքի հույսով եւ ուրախ ենք այդ հույսի համար։ Եվ մեր աչքերը ծածկած են այս աշխարհից, որովհետև ամեն բան այս աշխարհի մեջ ունայն է, ժամանակավոր է, անցողիկ է։ Եվ դրա համար մեր Աստվածը մեզ բժշկել է, այս ունայնությունից բժշկել է, այս ստությունից, խաբեությունից, մոլորությունից, այս կյանքի ամբարտավանությունից մեզ բժշկել է։ Եվ մեզ տվել է այն հոգին, որ այդ հոգին ձգտում է դեպի երկինք, դեպի Աստծուն, եւ մենք փափագում ենք Աստծո հետ անցկացնել այս կյանքը, որովհետև սիրում ենք նրան, եւ այդ սերը ինքը, որ փոխանցեց իր Սուրբ Հոգու միջոցով, այդ սերն է մեր սրտերի մեջ, ուրեմն թակավորում, եւ այդ սիրով ենք մենք դեպի առաջ գնում, անտես անելով ամեն տեսակի աշխարհային ցանկությունները, այս կյանքի ամբարտավանությունները։ Տերը թող օգնի, մնում է մեզ միջև մա հավատարիմ լինենք, մինչև ուրեմն մա, այսպես ասած, սպասենք այն երջանիկ հույսին, այն փառավոր ապագային, որ Տերը պատրաստել է իրան սիրողների համար։ Իմաստուն կույսերը 10 էին, բայց ցավոք սրտի այդ 10-ից ընդամենը 5-ը իմաստուն կոչվեցին։ Այն մյուսներին
անվանեց հիմարներ։ Ինչու՞մ էր նրանց հիմարությունը։ Ինչու՞մ էր նրանց հիմարությունը։ Եվ ինչու՞ չմտան Փեսայի սենյակը, որովհետև նրանք ուրեմն չպատրաստվեցին այդ օրվան։ Բայց Հիսուսը հաճախակի ասում էր. պատրաստ եղեք, չէ՞, որովհետև դուք չգիտեք ձեր Տերը երբ կգա։ Արթուն կեցեք, հսկեցեք, որովհետև սատանան մռնչացող արուր պես ման ագալի թե ումը կուտա, նրան դեմ կեցեք հավատքով հաստատված։ Թող մեր հավատն էլ հաստատ լինի։ Ամուր հիմքի վրա, ժայռի վրա լինի, սիրելիներ, որպեսզի մենք այդ երջանիկ հույսին սպասելով, որովհետև մեզ փառավոր ապագա է սպասվում։ Մեզ մի քաղաք է պատրաստ է Աստված, որի արարիչը եւ Աստվածը ինքն է, փառք Տիրոջը։ Կանգնենք ոտքի, չեմ ուզում շատ երկարացնել, թող Տերը Ոստանից հայտնության բերին եկեք։ Գնացեք, դուք բարեկամ անձանիկ եղբայրն եք, թող ինքը ձեզ համար աղոտ կանի եւ Աստված ձեզ բալիկ կպարգևի։ Ասույթի հավատում եք, որ Աստված բալիկ կպարգևի, ասեց հա, ես էլ աղոտ գալիս, ասի Տեր Աստված, որովայնի կտողը դու ես, հրաշքանողը դու ես, ես ընդամենը մի հատ միջնորդ եմ իրանց մեջ եւ աղոտ կարեցինք, հետո ես իմացա, որ ուրեմն անմիջապես դրանից հետո քույրիկը եղիացել է։ Եվ հիմա արդեն հարկ Տիրոջը։ Հավատը մեծ բան է։ Հավատքը, մենք պետք է հավատանք Աստված ինքը ամենակարող է, մեզ սիրում է, մեզ ուզում է բժշկի, ուզում է տա այն ամեն ինչ որ մենք կարիք ունենք, նամանավանդ իր անունի փառքի համար։